Այսօր մեզ է միացել Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դե ինչ, հայկական կողմը այսօր տեղեկություն տարածեց, որ պատասխանել է խաղաղության պայմանագրի Բաքվի վերջին առաջարկներին, իդեպ Երևանը շուտ արձագանքեց, Բաքուն մոտ 3.5 ամիս ձգում էր այդ պատասխանը, ինչով է դա պայմանավորված։ Որ արագ արձագանքեց, դե երևի շտապում են մեր Շտապող կողմը մենք ենք ուղղակի։ Դե ըստ էության այո։ Ըստ էության այո, որտեվ խաղաղության օրակարգի հեղինակը վարչապետ Փաշինյանն է, ամենայն դեպս այդպես է հայտարարված, եւ սա իշխող քաղաքական ուժի պաշտոնական քաղաքականությունն է։ Հետևաբար օր առաջ շահագրգռված են ապահովագրել եւ իրենց քաղաքական ապագան եւ այդ համատեքստում նաեւ Հայաստանի սահմանների վերականգնումն ու անձեռնամխելիությունը, ուստի փորձում են արագացնել գործընթացը գոնե իրենց կողմից կատարված արագ քայլերով։ Դա մեր մասով, իսկ Բաքվի վարքագիծը ինչ է։ Բաքուն հանգիստ կարող է ժամանակ ձգել, հանգիստ կարող է նոր պայմաններ առաջադրել եւ այդ պայմանները բոլոր դեպքերում դժվարացնելու են հայկական կառավարող շրջանակների իրենց նպատակին հասնելու ուղին, այսինքն ավելի կբարթանա, նոր նախապայմանները բավարարելու խնդիր կառաջանա, որում այդ նախապայմանները կարող են կապված չլինել այս քննարկվող պայմանագրի տեքստի հետ, կարող են կողմնակի պայմաններ լինել, որոնք բարդացնեն երկխոսությունը։ Կապված հենց այդ առաջարկներին, Բաքվի առաջարկներին պատասխանելու հետ, արտգործնախարարն է Հայաստանի ասում, Բաքվի հետ քննարկվում է միջազգային հարթակներում Նիդերլանդների արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ։ Միջազգային հարթակներում միմյանցն են վեճերից հրաժարվելու հարցը։ Սա օրակարգային հարց է բանակցային։ Ես կարծում եմ, որ այո, եւ այն տպավորությունն ունեմ, որ դա Բաքվի պահանջն է, ընդ որում այդ պահանջը քննարկվում է արդեն տևական ժամանակ եւ կարծում եմ Հայաստանի իշխանություններն էլ այդ պահանջին համաձայնել են վաղուց, բայց այդ պահանջը կյանքի կոչելու եւ ժամանակի անհրաժեշտ եւ համապատասխան գործի կազմի կիրառում, որպեսզի ներքին Հայաստանի ներքին լսարանը, մեր քաղաքացին ավելի այդ առումով անկալունակ գտնվի, այսինքն այդպիսի համաձայնությունը մեր կողմից զիջում է որակվում։ Դե ես կարծում եմ, որ այդպիսի համաձայնությունը դիտարկվում է որպես զիջում, որտեղ դուժած կողմը ըստ էության Արցախի հայությունն է, Ադրբեջանի մեր հայրենակիցներն են, որոնք վտարվեցին Ադրբեջանից, դեռևս 80-ականների վերջերից սկսած եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններն են, որ կորուստներ են կրել, տեղի են ունեցել ադրբեջանական կողմից կիրառված վայրագություններ, ռազմական հանցագործություններ եւ պատահական չէ, որ այս ամենը տեղի է ունենում նաեւ Բաքվում ընթացող Արցախի ղեկավարության եւ մեր այլ հայրենակիցների Շատ ճիշտ անգրվանում։ Այդ դատավարությունը մտնում է այդ համաձայնությանը։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ես կարծում եմ, որ ոչ, կարող է ինչ-որ մի պահի պարզապես այդ մարդկանց կամ ներում շնորհվի, կամ դրանցից մի մասին ներում շնորհվի, մի մասը հանգրվանի ադրբեջանական բանտերում, բայց ընդհանուր առմամբ սա քաղաքական խաղաքարտ է, ոչ իրավական խաղաքարտերի բալանսը այսօր ես դժվարանում եմ ներկայացնել, որտեղ մասնակիորեն պատկերացնում եմ, թե ինչ մեղադրանք խաղաքարտը ընդդեմ Երևանի։ Այո, Արցախցի ղեկավարների դերակատարում։ Եվ ընդ որում առաջին հերթին Հայաստանի Հանրության դեմ է սա օգտագործվում, ոչ իշխանությունների։ Կարծում եմ իշխանությունները սրա հետ մեծ խնդիր չունեն, բայց հանրության վրա ճնշում գործադրելով ըստ էության միջնորդավորված ճնշում է գնում նաև Հայաստանի իշխանությունների վրա նրանց ավելի այսպես անկալունակ դարձնելու համար։ Այսինքն այս դատավարական ֆարսն էլ է հաջողվել մտցնել բանակցային օրակարգ։
Ես կարծում եմ, որ այս դատավարական ֆարսը բանակցային օրակարգում ադրբեջանական մոտեցումներն առաջ մղելու համար կիրառվող գործիք է։ Այսինքն այդ Ոչ թղթի վրա քննարկվող։ Ոչ թղթի վրա քննարկվող է։ Ես այդ տպավորությունն ունեմ, որ կոնկրետ դատարան հասած մարդկանց ճակատագիրը չի ներառվում երկկողմ այս զրույցների, բանակցությունների կուլտուրային Երիշե Կիրակոսյանի հրաժարականը, բացի այն բացատրությունից, որ հնչել է Երիշեի կողմից, ունի այդ գնահատական ձև։ Ես չեմ ուզում դրա մեջ խորանամ, դա ընդհանուր առմամբ Խոսում եք միջազգային հայցերը, միջազգային հարթակներում այդ հայցերը։ Բնականաբար, եթե ինքն էր վարում այդ հայցերի հետ կապված աշխատանքը, ղեկավարում եւ համադրում էր ջանքերը, ապա հասկանալի է, որ եթե նա հեռանում է այդ ոլորտից, ոլորտի հետ կապված խնդիրները ավելի խոցելի են դառնում, իսկ ինքը կարծես իրեն հարվածի տակից հանում է, որտեվ այսպես չարտահայտված անհամաձայնություն կա կարծես իր արարքի մեջ, որը չի բարձրաձայնվում, բայց ըստ էության արտացոլում է գործընթացի ընդհանուր որակը եւ հայկական կողմի դիրքորոշումները։ Պարզ խոսենք, Երևանը այդ դատավարության վրա ուղիղ ազդեցություն չի կարող ունենալ։ Ինչպիսի բանակցություններ էլ ընթանան, ես կարծում եմ, եթե համաձայն եք, շարունակենք։ Գիտեք, բայց ով է այդ հարցով զբաղվել։ Ոչ մեկ։ Այսինքն ով է հաշվարկել, կարող է ազդել, թե չի կարող ազդել այդ դատավարության վրա։ Նման բաց քննարկում տեղի չի ունեցել, հաշվարկներ չկան արված եւ պարզ չի, թե ինչ փաստարկներով կարող էր հայկական կողմը մտնել այդ գործընթացի մեջ, դիմելով անմիջականորեն Բաքվին կամ միջազգային գործընկերներին։ Միջազգային գործընկերները ով կարող է ազդել դրա վրա։ Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, որտեղ փնտրել այդ բաները։ Ամենուր։ Հիմա այսօր հայտարարություն կա Թրամփին նամակով դիմելու հենց այդ հարցով դրա մասին, բայց սրանք այն կարծես պաշտոնական տարբերակներ են, բայց կարող են լինել նաև ոչ պաշտոնական տարբերակներ, այսինքն գործ ունենալ նաև կարող եւ կան մենք չգիտենք։ Այո, կարելի է գործ ունենալ նաև ազդեցիկ մարդկանց հետ, այնպիսի մարդկանց հետ, ովքեր նախագահ Ալիևի հետ սերտ կապի մեջ են եւ միգուցե կան հայկական շրջանակներ, որոնք այդ մարդկանց հետ եւ այդ մարդկանց միջոցով Ալիևի վրա չասեմ ճնշում գործադրելու, բայց մոտեցումները փոխելու տեսանկյունից կարող են ազդել։ Այսինքն մենք չգիտենք այդ հնարավորությունները, որտեղ գործընթացի մեջ չկանք, անմիջականորեն դրանով զբաղվում է իշխանությունը, իսկ իշխանության հնարավորություններն էլ հայտնի չեն։ Այսինքն Ալիևը պատրաստում է առևտրի։ Այս դատավարության մինչև ուր ձգելը, եթե փորձենք հասկանալ, վերջը պետք է առևտրով ավարտվի։ Արտադիր չէ։ Ում հետ կլինի չեն կարող ասել, բայց ինչ որ մի բանով, մի ակցիայով պետք է ավարտվի, չէ՞, եթե Դե ես արդեն ասացի, գուցե այդ մարդկանց մի մասը դատապարտվի եւ հանգրվանի ադրբեջանական բանտերում։ Մի մասին շնորհի ներում, մյուս մասին պարզապես ազատ արձակեն։ Այսինքն այստեղ ադրբեջանական կողմը հնարավորություններ ունի եւ կրկին ես չգիտեմ որքանով են այդ հնարավորությունները այստեղ Երևանում հաշվարկված եւ որքանով են շահագրգիռ մեր պաշտոնատարները այդ հաշվարկը կատարել։ Դե շահագրգիռ, եթե խոսում ենք մարդկային ճակատագրերը փրկելու մասին, կամ մեկ շահագրգռվածություն, բոլորը պետք է շահագրգռված լինեն։ Այստեղ ամբողջ հարցն այն է, թե ով ինչ կկորցնի եւ ով ինչ ձեռք կբերի։ Խոսքերով, այո, կարող են բոլորը շահագրգռված լինել եւ մտատանջվել այնտեղ տեղի ունեցող
իրադարձությունների։ Տանջվել թողնենք, դա բոլոր Դրա համար եթե գալիս ենք քաղաքական մենք խոսում ենք մոտեցումներին, գործուն քայլերից ինչ կարելի է։ եթե մենք գալիս ենք քաղաքական մոտեցումներին, իսկ իշխանությունից մենք միայն քաղաքական մոտեցումներ կարող ենք ակնկալել։ Չէ, տեսեք, այդ որ ասում եք, մյուս կողմից էլ կա Բաքվի թակարդը, չէ՞, չհայտնվել այդ թակարդում։ Չենթարկվել այն ձեռագրին, որ ինքն է թելադրել։ Դրա համար ասեմ, սա քաղաքական լուծումների խնդիր է։ Եվ այստեղ ամբողջ հարցն այն է, թե Հայաստանի գործող իշխանությունը որ լուծումները կնախընտրի, որովհետև պատահական չէ, որ Հայաստանի ազգային ժողովի նախագահն ասում է, եթե հանկարծ իմ կյանքից կախված լինի Հայաստանի ճակատագիրը, ես գտնվեմ օդանավում, թող այդ օդանավը խփվի։ Այսինքն դա անուղղակիորեն ասում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները կարող են զոհությունների գնալ, չգիտեմ որքանով իրենց շարքերից մարդու կզոհեն, բայց այն դեպքում, երբ որ կհամարեն, որ ըստ իրենց տեսլականի կոնկրետ զոհաբերությունը օգուտ է բերելու Հայաստանի ապագային, իրենք այդ զոհաբերությանը կգնան։ Չասեցիք ի վերջո, դրսի գործոնն է ազդեցիկ լինելու այս հարցում։ Դրսի Թե գործոնը մեր ներքին կազմակերպվածությունը կամ քայլերի հաջորդականությունը։ Ես չեմ ուզում մեկը մյուսից անջատել, որտեղ ներքին կազմակերպվածությունից կախված կլինի այն, թե որքանով ազդեցիկ կգործի դրսի գործոնը։ Այսինքն որքանով փոխկապակցված կլինի մեր իշխանությունների գործունեությունը եւ արտաքին գործոնների ներգրավումը։ Եվրոպական խորհրդարանը չգիտեմ այսօր թե վաղն է քննարկելու Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։ Ազդեցիկ գործոն է, թե ոչ։ Այո, դա գործոն է, որը քաղաքական է, որքանով արդյունավետ կլինի, չգիտեմ, որտեղ բազմաթիվ որոշումներ եւ հայտարարություններ ընդունվել են նախկինում եւս, բայց դրանք չկանխեցին Արցախի հայաթափումը։ Հետևաբար պետք է մենք խոսենք ոչ այնքան ընդհանուր քաղաքական եւ իրավական քայլերից, որքան անմիջականորեն հենց Ալիևի վրա ազդեցություն գործելու հնարավորություններից։ Այսինքն դա պետք է անձնապես իրեն դիպչող հարց լինի կամ գործողություն լինի, որպեսզի անհրաժեշտ ազդեցությունը գործի։ Մնացած ամեն ինչը խոսակցություններ են։ Էլի եմ ասում, բարձ խոսենք, Ալիևն էլ կոշտուկ ունի, չէ, որին կարելի է terror սեղմել։ Այո։ Ով պետք է լինի այդ սեղմող, ով կարող է սեղմել այդ կոշտուկը։ Հիմա Բաքուն այդպիսի տեղեկություններ են շրջանառում, որ իսրայելական խողովակով ուզում է Վաշինգտոնի հետ խոսել, ի վերջո, հասկանալով, որ խաղը Վաշինգտոնի ձեռքին է այս պահին ընթանում։ Դե ես չեմ կարծում, որ Բաքուն նոր է դա հասկացել եւ պատահական չի, որ 3.5 ամիս ձգել է։ Թրամփի ստեղծած իրադրությունը նոր է։ Բայց բոլոր դեպքերում կարծես թե այդ իրադրությունը ավելի շատ օգտակար է եղել Բաքվին եւ Թուրքիային առավել եւս։ Թրամփի առաջին կառավարման շրջան։ Ոչ, երկրորդ։ Եվ պատահական չի, որ Թրամփը դեռ կարծեմ ինչ իշխանությունը ստանձնելը արդեն իսկ հայտարարեց, որ ինքը ակնածանքով է վերաբերում Թուրքիայի նախագահային եւ Թուրքիայի գործողություններին տարածաշրջանում։ Եվ այստեղ մենք պետք է դիտարկենք Ադրբեջանի գործոնը Իրանի հետ կապված ապագա զարգացումների համատեքստում, իսկ Ադրբեջանի գործոնը Միջազգային ակտիվ process է Իրանի։ Կարող է շատ ազդեցիկ լինել եւ օգտակար լինել, ուստի այս իրավիճակում կողմնորոշվելը շատ կարեւոր է։ Ի վերջո նաեւ պետք է տեսնենք, եթե Իրանում իրավիճակը ապակայանանա, տեսնենք թե ով է իշխանության գալու այնտեղ, որտեղ դրանից կախված կլինի նաեւ Հայաստանի հեռանկարը, օրինակ այդ դեպքում արտաքին աշխարհի հետ հնարավոր կլինի կապել Իրանի միջոցով, եթե այնտեղ Հայաստանի համար նպաստավոր նոր կառավարման համակարգ եւ կառավարող վերնախավ գա իշխանության։ Այսինքն, եթե մի պատկերացնենք, մի քիչ է հավանական, բայց Վաշինգտոնը Թեհրանի հետ համաձայնության է գալիս։ Թրամփին հաջողվում է խոսել Թեհրանի հետ։ Ես դա բացառում եմ։ Բացառում եք։ Ես բացառում եմ, որ այնտեղ երկխոսությունը կարող է որևէ կխանգարեն Չինաստանն ու Ռուսաստանը, ուզում եք։ Ոչ, նրանք չեն խանգարի, նրանք միգուցե շահագրգռված կլինեն առաջին հերթին Չինաստանը։ Ռուսաստանը արդեն իսկ հայտնվել է այսպես չեզոք միջնորդի դիրքում շնորհիվ ամերիկյան կողմի դիմումի, որտեղ ամերիկացիները խնդրեցին, որպեսզի Ռուսաստանը միջնորդ դառնա, իսկ Ռուսաստանն ու Իրանը կարծես թե դաշնակիցներ են,
Ոստի իրենց ստանձնեց Ռուսաստանը միջնորդի դերը, նրա դիրքը դառնում է չեզոք։ Այսինքն դաշնակցի դիրքից անցնում է չեզոք դիրքի։ Հետևաբար դրանով արդեն իսկ կարող է նպաստել նաև ամերիկյան իսրայելական ծրագրերի առաջ մղմանը, որոնց կմասնակցեն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Դե ամեն դեպքում Թեհրանի հետ համաձայնությունը ուղիղ մեր շահերից չի բխում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ համաձայնության մասին է խոսքը։ Օրինակ, եթե համաձայնում են, որ Իրանի քրեապետությունը կամավոր հեռանում է իշխանությունից, իշխանությունը հանձնում է աշխարհիկ նոր վերնախավի, կամ օրինակ շահի Վաշինգտոնի փորացավը միջուկային զենքն է, այստեղ միջուկային զենքը ուղղակիորեն կապված է այնտեղ Իրանում կառավարող ռեժիմի հետ։ Այդ ռեժիմը էգզիստենցիալ, այսինքն կենսական վտանգ է ներկայացնում Իսրայելի համար, որտեղ համարում է, որ Իսրայելը պետք է գոյություն չունենա։ Իսրայելը տարածաշրջանում Միացյալ Նահանգների հիմնական դաշնակիցն է, եթե չասեմ սերտաճած դաշնակիցը։ Հետևաբար, օրինակ, եթե Իրանում իշխանության գա շահի թագաժառանգը, արքայազնը Փեհլևի եւ պահպանվի Իրանի տարածքային ամբողջականությունը, ապա Իրանը Հայաստանի համար կարող է լավ ելք դառնալ դեպի աշխարհ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հյուսիսային մեր հարևանների գործոնները հավասարակշռելով, չեմ ուզում ասեմ չեզոքացնելով, բայց եթե այդ ճանապարհը բացվի, կբացվեն բոլոր ճանապարհները։ Մի բան էլի վերադառնալով Բաքվի այդ դատավարություն կոչվածին, դուք կարծում եք այդ մարդկանց հաթաթ ընտրել են այս process-ի համար։ Ինձ թվում է մի մասին այո, մյուս մասը պարզապես ճակատագրի բերումով է հայտնվել այնտեղ։ Բայց այդ թվում եւ Ռուբեն Վարդանյանը։ Ռուբեն Վարդանյանը իր ընտրած ճակատագրի բերումով է այնտեղ հայտնվել, որտեղ ի վերջո նա կարծես որպես կամավոր զոհողություն է կատարել Արցախ գնալը եւ այնտեղ ինչ-որ բան փոխելու ջանքեր գործադրելու միջոցով նոր իրավիճակ ստեղծելու այդ երազանքը։ Ինչու են այս թեման ռուսները փակել իրենց համար, չեն խոսում։ Ի վերջո կա, չէ, գոնե հերրակա պարտավորություն։ Ում նկատմամբ։ Իրենք իրենց պարտավորությունները փակել են 20 թվականին վերջնականապես այդ առումով։ Այսինքն հայկական գործոնի խնդիրը Արցախի հետ կապված ռուսները փակել են, ընդ որում այդ առումով իրենք լավ, այդ դեպքում այդ մարդկանց այդպիսի վստահությունը խաղաղապահների նկատմամբ որտեղից էր ծնվել, հոտից չէր ընկել, չէ՞։ Դե խաղաղապահների ներկայացումն Արցախում միջանկյալ փուլ էր Արցախը ստերեոտիպի հանձնելու գործում։ Միջանկյալ փուլ էր եւ որպեսզի այդ փուլը տեղի ունենար խաղաղապահների հանդեպ պետք է լիներ վստահություն, ընդ որում այդ վստահությունը նաև Երևանից էր սերմանվում, որտեղ խաղաղապահների մուտքը ներկայացվեց որպես Արցախի փրկության տարբերակ։ Իրականում Արցախում էլ հավատացին։ Այո, Արցախում էլ հավատացին, Հայաստանում էլ հավատացին, բայց դրա հաշվին նաև ամրապնդվեց հայաստանյան իշխանության դիրքը ներսում։ Չիմանալով ինչ սցենար է պատրաստված։ Հայտնի չէ իմանալով, թե չիմանալով։ Լավ, Արգել Երման, եւ վերջինը Արցախի արժան կդիմի Շվեյցարիայի կառավարությունը վերադարձի հարցով, հա։ Ինչու Շվեյցարիա։ Դե կարծես այնտեղ են հարցով հետաքրքրվել եւ արդեն սրա հետ կապված, այս խնդրի հետ կապված քննարկումներ ունեցել, բայց բացի դիվանագիտություն, հիշեցի մի շարք այդպիսի։ Բացի ամենիչից Շվեյցարիան չեզոք պետություն է։ Իսկ չեզոք պետության կողմից կազմակերպված նման օրինակ խորհրդաժողովը կամ քննարկումները գուցե ավելի շահեկան ընկալվեն։ Նաև միջազգային հանրության կողմից Ադրբեջանի համար բոլոր դեպքերում դա բացասական է, բայց տարբերություն կլինի Եվրախորհրդարանի քննարկումների եւ Շվեյցարիայում կազմակերպելի քննարկումների միջև։ Շատ լավ, այսքանը, շնորհակալություն։ Արման Մելիքյան, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար։